Ինչպես ես վերաբերվում ապրանքների կրկնօրինակներին։ Իրականում շատ բացասական, որովհետև կարծում եմ, որ քոփիները արժեզրկում են բրենդների անցած ճանապարհը, պատմությունը, արժեհամակարգը եւ պարզապես արդար չէ գողանալ ուրիշի գաղափարները եւ դրա հաշվին աշխատել գումար։ Որն է ամենամնայուն թրենդը նորաձևության ոլորտում։ Կարծում եմ ջինսերը, դրանք ստեղծվել են 20-րդ դարի սկզբում եղել են աշխատավորների համար, հետո դարձել են ոճի մի մաս եւ փաստացի 1 դար անց դրանք դեռևս ակտուալ են։ Իսկ ամենախելացին Թրենդ, որը դարձել է բազա, փոքրիկ սև զգեստը, որը ունի ճոխ տեսք եւ կարելի է կրել թե առօրյայում, թե ինչ-որ առիթներին։ Նախքան հաջորդ հարցին անցնելը չմոռանաս հետևել իմեջին։ ով է 21-րդ դարի ամենամեծ պոտենցիալով դիզայները։ Երկու կնշեմ, առաջինը Սիմոն Ժակ Մյուսն է, ամենակրեատիվ եւ ամենահետաքրքիր իդեաներ ունեցող դիզայները, եւ Ջոնաթան Անդերսոնը, ում վստահել են Dior-ի միանգամից 3 ուղղություն, եւ ով իր առաջին իսկ հավաքածուով ցնցեց ամբողջ համացանցը։ Ով է ամենաէլեգանտ հայուհին։ Միանշանակ Էլինա Ջանիբեկյանը, Անա պրոստը իկոնի ստիլը եւ հայուհու իրական մարմնացում։ Որ մոդելն է կոտրել ոլորտի ստանդարտները։ Twig-ին, քանի որ նա ուներ անդրոգեն արտաքին, կարճ մազեր, ինչը բնականաբար հակասում էր տվյալ ժամանակաշրջանի ստանդարտներին։ Որն է դիզայների կողմից ստեղծված ամենատարօրինակ գլխարկը։ Կնշեմ Էլզա Սկիապարելի կոշիկի տեսքով գլխարկը, որը ուներ սյուրռեալիստական մոտիվներ։ Չմոռանաս հավանել այս հոլովակը եւ մեկնաբանություններում գրել այն հարցերը, որոնց պատասխանները կցանկանաս լսել իմ կողմից։